Ջրի արտահոսքի հետքերով նորակառուցում ենք, 7-րդ հարկում ենք, վերևից ունենք հոսքեր, ջերմատեսիլ էսպայն էս աֆիքսում, պատվիրատուն ուսումնասիրություններ արել կապումա լողախցիկի հետ, հասկանանք։ 7-րդ հարկը բաղնիքի կողմից էլ ներքևի հարևանը կաթոսներ արձանագրում։ 8-րդ հարկի ուսումնասիրությունները պատճառները, այսինքն կասկածելի գոտիները ներկառուցվող ծովակն է, սալիկի անհերմետիկությունը վերևի պոլկայի մեջ դիտարկում, սալիկի ներքևը միկրոճաքեր չդիտարկեցի, մի փոքր էս տրապի կողքն է, բայց դա չեմ կարծում որ նշանակություն ունի։ Ուստի հիմնական խնդիրը մերս տրապի մեջ տեսա դիտարկվում, այսինքն տրապի այս հանգույցը որ մտել է 50-անոց խողովակի մեջ, այստեղ մի խոսքով խնդիր եմ նկատում, խցանումից արտահայտված կարա ստեղից արդեն ներհոսի տակը, հեսա մի հատ հասկանանք ընդհանուր գծի մեջ կա խցանում թե ոչ։ Հատակի հերմետիկությունը հաստատվեց, այսինքն հատակը հերմետիկ է։ Կողակիցը նույնպես ներսից տեսա դիտարկվեց, թեթև խցանում կար, բայց այդ պատճառ չէր դառնում, որ գրահասներ տրապի հետ կասկածելի հանգույցին։ Ներքև էլի արտահոսքը չստացանք, կողերի նույնպես բացառում եմ։ Մեր մյուս կասկածելի գոտին էլի մնում է այս ծորակի այդ կողքի անցքերը, ինքը իհարկե սիլիկոնով լցված էր, բայց հոսքի աղբյուրներ կար, այսինքն սիլիկոնը հանելով ներսը ջուր եմ արձանագրել, այսինքն դա իրա ընդհանուր պանելից քաշում էր, բայց հիմնական խնդիրը պատը գիպսակարտոն է, ներծծումը սենց ակնհայտ է, շատ արագ քաշում է տակը, այսինքն գիպսակարտոնից ընդհանուր գնում է գիպսակարտոնի հետևով պատի հետևը։